Եկեք խոսենք Լիլիթ Աղակյանի գործից, վերջերս Գյումրիում Կումայրի բաժնի 8 աշխատակից բռնի ուժով բերման ենթարկեցին Լիլիթին եւ նրան բերման ենթարկեցին հողաթափերով եւ գիշերազգեստով հենց իր մոր աչքի առաջ եւ որքանով մենք ենք տեղյակ, նրա հետ շատ վատ են վարվել, տեսախցիկների առաջ մերկացրել են, որպեսզի մարմնի զննում իրականացնեն, փորձենք հասկանալ որքանով է նորմալ իրավական տեսակետից ու նաեւ բարոյական տեսակետից նման պահվածքը։ Նախ զննությունը չի կարելի իրականացնել տեսախցիկների առջև, դա քննչական գործողություն չէ, հետևաբար սա իրավական այդ գործընթացի ներքո բացարձակ ապօրինություն է եւ իրավական տեսակետից ուղղակի կամայականություն եւ քմահաճույք տվյալ ապօրինի հրամանը արձակողի կողմից, իսկ տվյալ ապօրինի հրամանը արձակվել է Կումայրի բաժնի ոստիկան պետ Կարեն Գևորգյանի կողմից, հետևաբար այս ապօրինությունը պետք է գնահատականի արժանանա միանշանակ, ցավում եմ, որ այս միանշանակ գնահատականի արժանանալու փոխարեն մենք ունենք շուրջ 5 օր լռություն իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես Տիկին Դատախազը դեռ չի արձագանքել։ Այսօր մենք լսեցինք, որ մարդու իրավունքների պաշտպանն է ինչ-որ հայտարարություն տարածել, իսկ երեք ՆԳՆ ինչ-որ մամուլի քարտուղար մեկը հանդես էր եկել եւ ասել էր նման բան չկա, ես իհարկե նրանց պատասխանեցի եւ Տիկին նախարարին էլ հորդորեցի, որպեսզի նա նույնպես այդ շրջագայությունը, այսպես կոչված, իրականացնի ինչ-որ տեղի է ունեցել Լիլիթ Աղակյանի հետ եւ նաեւ բացի տեսախցիկները եւ հրապարակի տեսախցիկներում արկա տեսաձայնագրությունները, թե ինչով է զբաղվել այդ Կարեն Գևորգյանը Կումայրի բաժանմունքում, ինչ հանդիպում է ունեցել Լիլիթ Աղակյանի հետ, ինչ է խոսացել նրա հետ, ինչպիսի հրաման է արձակել։ Ամբողջ տարածքները տեսաձայնագրվում են, այն էլ կենտրոնական համակարգի կողմից։ Այդ ձայնագրությունները իրենց հասանելի են։ Ինչ են արել Լիլիթ Աղակյանի հետ Կումայրի բաժանմունքում։ Բացի այդ, 2 անգամ շտապօգնության մեքենա է եկել, բացի այդ Լիլիթ Աղակյանը տեղափոխել են հիվանդանոց, բացի այդ բժիշկը ցույցում է տվել, որ Լիլիթ Աղակյանի նկատմամբ պետք է անցկացվի MRT հետազոտություն, չեն արել, ձեռնաշխտան ձեռքը պահած, կապտած էր Լիլիթ Աղակյանի ձեռքը, ես այսօր եմ տեսել, տեղափոխել են դատարանում քանի ժամ պահել են, շուրջ, հիմա ասեմ ձեզ, 45 ժամ Լիլիթ Աղակյանը չի սնվել եւ այդ շուրջ 45 ժամը հիմնականում 45-ից 30 քանի ժամը եղել է ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ մեր Տիկին նախարարը, այդ իր մամուլի խոսնակը, այսրանց ինչու չի արձագանքում։ Հաց տվել եք Լիլիթ Աղակյանին։ Հաց առաջարկել եք Լիլիթ Աղակյանին։ Ինչու է Լիլիթ Աղակյանը այդ ժամերի ընթացքում այդ սոված վիճակում եւ հրաժարվել է ջրից, որովհետեւ վախեցել է, որ դուք իրեն կթույնավորեք։ Այդ ամբողջ ընթացքում ֆիզիոլոգիական հատուկ վիճակում պատտվել այստեղից այնտեղ ոստիկանության բաժանմունքից մեկ այլ ոստիկանության բաժանմունք, քննչական կոմիտե, դատարաններ, հիվանդանոց, հետո վերջո հանգրվանել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Այս պատասխանատու հարցեր են։ Այդ պատասխանատու հարցերի արձագանքը պետք է լինի ձեր կողմից տրամադրված քննությունը, որը չեք կատարել։ Ամոթ ձեզ։